37 միլիոն դրամի վնասի հատուցում Տավուշի մարզում միայն այս տարվա առաջին կիսամյակում։ Սա վերջին տարիների համար աննախադեպ ցուցանիշ է։ Համեմատության համար դատախազությունը նշում է, նախորդ ամբողջ տարվա ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 32 միլիոն դրամ, 2023-ին 36 միլիոն դրամ։ Դատախազները համայնքին պատճառված վնասներից երկու աղմկահարույց գործերն են ներկայացնում։ Երկուսից մեկը Դիլիջանի, մյուսը Իջևանի մանկապարտեզներն են։ Դրանցից մեկին կառավարության նիստերից մեկում անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձի հետ փոխկապակցված անձի։ Խոսքը Շահումյան 34 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի մասին է, որը 19 տարի առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կնոջը Նանի Օսկանյանին պատկանող առաջինը երեխաներին բարեգործական հիմնադրամին։ Սակայն առաջինը երեխաներին հիմնադրամի համար պարզվում է երեխաներն այնքան էլ առաջին տեղում չէին։ Վերոհիշյալ կազմակերպության առջև պարտականություններ են եղել դրված, որպեսզի բարեկարգվի շենքը, ըստ պայմանագրի նաև պետք է համապատասխան մանկական ժամանցի կենտրոն կառուցվեր, այսինքն ընդհանուր շենքը ինքը պետք է ծառայեր համայնքին, ժողովրդին եւ համայնքի երեխաներին, որը ըստ էության չի կատարվել։ Ընդ որում այս պարտականությունը չի կատարվել 19 տարի, մինչև վարույթ նախաձեռնելը։ Շենքն այս պահին էլ անմխիթար վիճակում է, օգտագործման ոչ ենթակա։ Բացակայում են դռներ, պատուհաններ, բացակայում է ներքին հարդարանքը, տանիքի ջրահեռացման համակարգը ամբողջությամբ բացակայում է, խոսքով խարխլված վիճակում է շենքը։ Ըստ դատախազի մանկապարտեզի շենքը երկու մասնաշենք ունի։ Մեկն ի սկզբանե գործում է, երկրորդ մասնաշենքը, որը պետք է բարեկարգվեր եւ ծառայեր համայնքին, այդպես էլ մնացել է անմխիթար։ Արդյունքում մոտ 120 երեխա չի կարողացել հաճախել մանկապարտեզ։ Նախաքննության ընթացքում կատարած համապատասխան վարույթային գործողությունների արդյունքում առաջինը երեխաներին բարեգործական հիմնադրամի նախագահ Նանի Օսկանյանը հաշտության համաձայնագիր է կնքել ներկայիս համայնքի ղեկավարի հետ։ Վարդան Օսկանյանի կնոջ հաշտության համաձայնագրից հետո ավելի քան 85 միլիոն դրամ կադաստրային արժեքով մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքը վերադարձվել է համայնքին։ Այնպես որ համայնքը եւ մենք կարող ենք մտածել նաեւ այդ մանկապարտեզը նորոգելու եւ երեխաներին վերադարձնելու մասին։ Դատախազությունից հավելեցին համայնքին վերադարձված մասնաշենքը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգելու ծրագիրը համայնքը հաստատել եւ ներկայացրել է կառավարություն հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացված եղել Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանին, սակայն նա դեմ չի եղել իր նկատմամբ հետապնդումը ոչ արդարացնող վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելուն։ Համայնքին վերադարձված մյուս մանկապարտեզի շենքը Իջևանի Խաշտարակ բնակավայրում է։ Պարզվել է, որ 2017 թվականին համայնքի ղեկավարը 25 տարով վարձակալության պայմանագիր է կնքել բնակիչներից մեկի հետ մանկապարտեզին պատկանող 198 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը տարեկան 165,000 դրամով վարձակալելու վերաբերյալ։ Պարզվել է նաև, որ 2017 թվականին կնքված պայմանագրի հետևանքով վարձակալության հանձնված անշարժ գույքը չի ներառվել 2023 թվականի հոկտեմբերի 24-ին մեկնարկած մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ծրագրում։ Մանկապարտեզը զրկվել է այդ մասնաշենքը օգտագործելուց։ Մասնաշենքն այս տարիների ընթացքում որպես պահեստ է ծառայել։ Տավուշի մարզի դատախազի կողմից գրություն է ուղարկվել համայնքի ղեկավարին ուսումնասիրելու եւ միջոցներ ձեռնարկելու 17 թվականի վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ։ Արդյունքում վարձակալն ինքն է դիմել կադաստրի կոմիտե վարձակալության պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Այսպիսով վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել է։ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել Խաշտարակ բնակավայրի մանկապարտեզի 198 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը։ Տաթև Խաչատրյան, Վահե Թամամյան, լուրեր։